Հարց կա։ Արմավիրի ծննդատան գինեկոլոգ Նշան Գևորգյանը ու Նալբանդյան գյուղի բնակիչներ Նարինե Բրոյանն ու Իսա Իսայանը մեղադրում են իրենց 4 օրական առաջնեկի մահվան մեջ, պնդում է, որ ինքը ծնողներին է հանձնել կենդանի երեխայի եւ մեղավոր չէ։ Արդեն 1 շաբաթ անհետ կորած բժիշկը հունվարի 31-ից բուժվում է Արմենիա հիվանդանոցում եւ դուրս գրվելուց հետո պատրաստվում է վերադառնալ աշխատանքի։ Մինչդեռ Արմավիրի բժշկական կենտրոնում այս ընթացքում հիմքեր են նախապատրաստում Գևորգյանին աշխատանքից ազատելու համար, սակայն ոչ թե բժշկական սխալի պատճառով, այլ ինչպես ազատության այդ զրույցում նշեց տնօրեն Սարգիս Խաչատրյանը, գինեկոլոգն առանց պատճառաբանության բացակայել է եւ խախտել է աշխատանքային կարգուկանոնը։ Մենք հանձնաժողով ստեղծել քննարկել ենք եւ այլը, իրավաբանները դու զրուցեցի առանց բացատրություն վերցնելու մենք չենք կարող աշխատանքը լքել համար իրան ազատել աշխատանքից։ Իրանից բացատրություն պետք է վերցնեմ, արդեն ես զգուշավոր եմ, որովհետեւ առաջ անգամ ես որ իրան ազատեցի աշխատանքից, նա վերականգնվեց դատարանով։ Դա ո՞ր թվականին էր, պարոն Խաչատրյան։ Երևի 2 տարի առաջ էր։ Իսկ հիմա ես ուզում եմ ամեն ինչը լավ հավասարակշռված անել, որպեսզի ոչ մի լազիկա չթողեմ, որպեսզի նա վերականգնվի։ Սարգիս Խաչատրյանը բժիշկ Գևորգյանի հետ աշխատել այլևս չի ցանկանում։ Ինչ վերաբերում է մահացած նորածնին եւ այդ փաստով բարձրացած աղմուկին, ապա հիվանդանոցի տնօրենն ասում է. Ես էլ եմ կողմ, որ նա եթե Ամետ Կեսարյան հատումսես բան չէր լինի, ինքը չգիտես ինչի է փախել է սա համար, ինչի համար է փախնում, կարա պարզ կանգնի, ասի, ակցիոնադրում եմ արել, ճիշտ եմ արել, վնասվել է իհարկե, կարար եւ վնասվեց։ Մի բան պատասխան էր, չէ՞։ Արդեն 1 շաբաթ առանց պատասխանի մնացած հարցերին այսօր ազատության այդ զրույցում արձագանքեց բժիշկ Գևորգյանը։ Իմ հետ ընդհանրապես կապ չունի, ես կենթանի հանք տվել եմ մանկաբույժներին, դրանից հետո ուղարկվել է Երևան, թե ինչի է մահացել, ոնց է մահացել, դիք ասեն Մուրացանի բժիշկները։ Պարոն Գևորգյան, բայց ինչու դուք կապի դուրս չեք եկել բացատրություն տալու։ Չեմ ուզում դուրս չեմ գալի, ինչ եղել։ Չէ՞ որ դա կասկածի տեղիք է հարց։ Բայց ինչի կասկած, ես փախել եմ, ինչ եմ եղել։ Ինչի կապի դուրս եկալով մեղավորություն ալնում։ Եթե դեպքերը համընկնում են, չեք կարծում, որ կասկածի տեղիք է հարց։ Բացարձակ։ Լրագրողներն ավելորդ աղմուկ բարձրացրեցին, պնդում է Գևորգյանը։ Հղիին ծննդալուծելու տարբերակը որոշում է գինեկոլոգը, իսկ ինքը ճիշտ է գտել ակցիոնադրումը։ Ինչ վերաբերում է նրան, որ տնօրենը իր հետ աշխատելու ցանկություն չունի, ապա բժիշկն ասում է, հիմք չունեն ազատելու, եթե նման հրաման լինի, կդիմի դատարան։ Բայց ցանկությամբ չի, ես իր ոչ իրաց տուն եմ գնում, ոչ իր հոր տուն եմ գնում, որ ցանկանա կամ չցանկանա։ Ես այնտեղ որ աշխատում եմ, ինքը Վարամյանը գրերում իր համար նստած էր։ Ինքը ամիսներով որ չի գալի գործի, ամիսներով է, տարեկան 6 ամիս տեղա, 6 ամիս Ամերիկա է։ Գևորգյանի որդին հորը հորդորում է, բավական է, արդեն հանգստացիր, նա էլի պատասխան թե Ջղանանամ ադրենալին է գալի։ Նշան Գևորգյանի ադրենալինը բարձրանում է, երբ հերթը հասնում է նրա քրեական անցյալի մասին հարցերին։ Ըստ Dataalex տեղեկատվական համակարգի տվյալների Գևորգյանն իր բժշկական պրակտիկայի ընթացքում 4 տարբեր գործերով կանգնել է դատարանի առջև եւ մեղավոր ճանաչվել։ Իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով 7 ամսվա մեջ դարձել է 3 անձի մահվան մեղավորը, մեկ այլ գործով էլ կաշառք պահանջել եւ չստանալով հրաժարվել ծննդկանին օգնություն ցուցաբերել։ Ի պատասխան այս ամենին բժիշկն ասում է մարզի նախկին դատախազ Հակոբ Ղարախանյանն իր գլխին քրեական գործ է սարքել։ Սարքած գործերը ինչքան ասես կա։ Այսինքն դուք պնդում եք, որ կաշառք չեք պահանջել։ Բացարձակ առանց ապացույցի դադել են ինձ։ Այդ գործերը հիմա եվրոպական մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում դիլսի։ Ես բողոքը գրել եմ, հերթի եմ սպասում։ Որ գործով, կաշառքի գործով, թե այն Ինչ կաշառք, այ ցավը տարեմ, այ աղջիկ ջան, ինչ կաշառք։ Գևորգյանը նշում է, որ նախորդ անգամ իրեն աշխատանքից ազատելու եւ 1.5 տարի պարապուրդում լինելու համար դատարանը պարտավորեցրել է հիվանդանոցին վճարել 9 միլիոն դրամ։ Հիվանդանոցի տնօրենն էլ արձագանքում է, հակընդդեմ հայցով պատրաստվում են դիմել դատարան։ Այն գումարը, որ ինքը տարել է մեր մոտից որպես աշխատավար, որպեսզի դա մենք հետ բերենք, չեմ թողի դա պես մնա։ Հիշեցնենք, որ դեռ հունվարի 31-ին գլխավոր դատախազությունից ազատությանը տեղեկացրել էին, որ մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկի հիման վրա հանձնարարվել է նյութեր նախապատրաստել։ Գործով զբաղվող քննչական կոմիտեից էլ այսօր հայտնեցին քննություն է տարվում հրապարակման մեջ մատնանշված հանգամանքները ստուգելու եւ փաստական տվյալների հիման վրա որոշում կայացնելու համար, որի մասին կիրազեկվի մոտորերս։ Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տրոզյանը նաեւ տեղեկացրեց, որ դատաբժշկական փորձաքննությունից նորածնի հարազատները հրաժարվել են։ Երիտասարդ ծնողները բողոք չեն ներկայացրել, դեմ են նաև Արտաշիրիմանը։